Արմենիա Today լրատվական կայք Արաքսիա Սնխչյան հարգելի պատգամավորներ, լավ, իսկ ընդդիմությունը ինչ քայլեր է պատրաստվում անել, բացի հայտարարություններից կարծիքներ հնչեցնելուց։ Ես նկատի ունեմ, արդյոք որոշակի կետից դուք կգնաք փողոցային պայքարի, որը կլինի այդ կետը, կամ օրինակ խմբակցության ներսում ինչ քննարկումներ կան, փորձելու եք արդյոք դելիմիտացիայի process-ին որոշակի վերահսկողություն սահմանելու, մասնակցություն ունենալու համար դիմել իշխանություններին կամ ինչպես որ ընթացակարգն է, ինչպես որ օրինակ խաղաղության պայմանագրերի այդ առաջարկներին էիք ծանոթանում, լինելու է այդպիսի առաջարկ։ Նախ որպեսզի մեր մոտ տրամադրություն չստեղծվի, որ հայ ժողովուրդը համակերպված է այս պարտուղական քաղաքականությանը, այն գործընթացներին, որը որ սեղմում է օղակը Հայաստանի Հանրապետության շուրջ, ես բազմաթիվ անգամ ասել եւ այսօր էլ կրկնում եմ, որ հայ ժողովուրդը իր ամբողջ ներուժով, իր ռազմաքաղաքական ունակություններով ի վիճակի է իր պաշտպանությունը, իր անվտանգությունը կազմակերպելու համար։ Նույնիսկ ինքնուրույն մեր տարածքում ազգային երաշխիքներ ստեղծելով եւ նաեւ միջազգային երաշխիքներ ստեղծելով արտաքին քաղաքականության շրջանակներում։ Դրա համար պետք է ընդհանուր մեր ամբողջ ազգային ներուժը համախմբվի եւ ազգային ներուժը ճիշտ օգտագործվի մեր անվտանգության համար։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը այս տարիների ընթացքում եւ նաեւ այս վերջին ժամանակահատվածում անդադ ուշադրության կենտրոնում է պահել հատկապես անվտանգությունը, սահմանները, հատկապես արտաքին քաղաքականության այն ուղղությունները, որոնք որ վերաբերում են այսպես կոչված խաղաղության օրակարգին, խաղաղության պայմանագրին, սահմանագծմանը եւ սահմանազատմանը։ Ազգային ժողովը ունի իրավունք, ունի գործիքակազմ վերահսկելու Հայաստանի Հանրապետության գործունեության բոլոր ոլորտները, ընդ որում նաեւ սահմանագծումը եւ սահմանազատումը, եւ երբ այս հարցերը հնչեցվում են, բարձրաձայնվում են, իսկ տեղերում սահմանամերձ բնակավայրերում մեր պատգամավորները անընդհատ այցելում են, նույն ես վաղը ինքս այցելելու եմ սահմանամերձ բնակավայրեր, դա նշանակում է, որ մենք ուշադրության կենտրոնում ենք պահում, մենք մեր բնակչության սահմանային համայնքների, մեր քաղաքացիների կողքին ենք, այդ ամենը իրականացնում ենք ազգային ժողովում, բայց նաև մեր գործունեությունը ազգային ժողովից դուրս ենք մենք իրականացնելու եւ այսօր մեծ գլոբալ վերագնահատում է ընթանում մեր ընդհանուր ներքին քաղաքականության, ռազմաքաղաքական իրավիճակի, դրանից բխող գործիքակազմը մենք ամբողջությամբ օգտագործելու ենք եւ ազգային ժողովում եւ ազգային ժողովից դուրս համապատասխան գործողություններով։ Ողջույն եմ խնդրում ազգային ժողովից դուրս դա խոսքը փողոցային պայքարի մասին է թե ոչ հստակեցրեք խնդրում։ Ազգային ժողովից դուրս երկու ուղղությամբ է մեր գործունեությունն իրականացվելու։ Առաջին հերթին աշխատանք մեր համակիրների հետ, մեր քաղաքացիների հետ, աշխատանք համայնքներում, հատկապես ես նշեցի սահմանային համայնքներում եւ նաեւ ըստ անհրաժեշտության փողոցային գործողություններ, որովհետեւ եթե խոսքը գնում է այս իշխանության ոչ լեգիտիմ լինելուն, բազմիցս անգամ կրկնել ենք, որ խաղաղության օրակարգով եկած իշխանությունը բերել է պատերազմ եւ նրա օրոք շարունակվում են Ադրբեջանի կողմից, հիմնական հանցագործը Ադրբեջանն է, Ադրբեջանի կողմից շարունակում են սադրանքները, ճնշումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այս իշխանությունը եկել է որպեսզի Արցախի անվտանգությունը, Արցախի բնակչության կայուն զարգացման համար հիմքեր ստեղծի, բայց նրանց օրոք Արցախը հայաթափվեց, դա նշանակում է, որ այս իշխանությունները կորցրել են իրենց լեգիտիմության աստիճանը, իսկ նրանց հեռացնելու պայմաններից մեկը ազգային ժողովից դուրս ժողովրդական լայն համախմբումն է եւ այստեղ ես կոչ կանեի, որպեսզի ընդդիմադիր ամբողջ հատվածը, բոլոր քաղաքական ուժերը գտնեն ուրեմն համագործակցության եզրեր, ճիշտ գնահատեն այսօրվա ստեղծված իրականությունը եւ նաեւ իրենց գործունեությունը շարունակեն այդ ուղղությամբ։ Շնորհակալություն։